Հայաստանի Հանրապետություն 1918 թվական 1918 թվականի մայիսի 28 543 տարի անց վերականգնվեց հայոց պետականությունը։ Հիմնադրվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Մայիսի 28-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդն ընդունեց անկախության մասին հռչակագիրը։ 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը։ Վարչապետ Հովհաննես Քաջազնունի, արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար Խաչատուր Կարճիկյան, զինվորական նախարար գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար Գրիգոր Տեր-Պետրոսյան։ 1918 թվականի հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը։ 1918 թվականի ամռան սկզբին հայոց ազգային կորպուսի հիման վրա կազմավորվեց Հայաստանի Հանրապետության ազգային բանակը։ Հայաստանի առաջին հանրապետության 2.5 տարվա գոյության ընթացքում հրատարակվել է 60 անուն պարբերական, պաշտոնական, կուսակցական և անկախ մամուլ։